Ողջույն բարեկամներ, այսօր արդեն մայիսի 12-ն է Երևանում, մեզ մոտ դեռ 11-ն է և մենք կամփոփենք անցած օրվա նորությունները միասին։ Իսկ մինչ այդ չենք մոռանում անպայման սեղմել լայքի կոճակը, բաժանորդագրվել, եթե բաժանորդագրված չեք, և անպայման տարածել։ Եվ չմոռանաք, եթե հավանում եք գործունեությունը, եթե իմաստ եք գտնում այս ամեն ինչի մեջ, դուք կարող եք ձեր փոքրիկ ներդրումն ունենալ ալիքի մշտական անխափան աշխատանքի մեջ, օգտվելով այն լինքերից, այն հնարավորություններից, ինչ որ դուք կգտնեք ներքևում փոխանցումների համար։ Եվ այսպես, ի դեպ հիշեցնեմ նաև, որ դուք կարող եք գրանցվել հանուն, Patreon-ում, խնդրեմ, Վարդան Ակոբյան, լինքը այնտեղ կա, ես շատ սպեցիֆիկ հարցերով փոքրիկ հաղորդումներ եմ անում, ունենք Patreon-ում, այնտեղ լինելու են լրատվիչ ծրագրեր, կա ապագա պետության ռազմավարության մշակման պրոցես, մի խոսքով, բավականին հետաքրքիր նյութեր կարող եք կարդալ և լսել Patreon-ում առանձին, բաներ, որ ես օրինակ YouTube-ում չեմ տեղադրում և YouTube-ի համար դրանք հարմար չեն այս պահին։ Եվ այսպես, ուզում սկսեմ հաղորդումը Հովհաննես Թումանյանի խոսքից, որ ասում է տգիտությունը ներքին թշնամու կերպարով իր սև գործն է անում և շարունակելու է անել, քանզի թշնամու այդ տեսակը կենսունակ է, այնտեղ, որտեղ պարարտ հող կա իր համար։ Եվ այսպես, այո, տգիտությունը մեր թշնամու գործիքն է մեր նկատմամբ, և այն աճում է այնտեղ, որտեղ պարարտ հող կա դրա համար։ Այնպես որ մեղադրանքս և քարը նետում են բոլոր անցած կառավարիչների, մշակույթի, կրթության նախարարների, նախագահների դաշտը, որոնք ստեղծել են մի վիճակ, որտեղ թշնամին կարողացել է պարարտ հող գտնել իր տգետներին աճեցնելու և այսօրվա վիճակով մեր վզին փաթաթելու համար։ Այո, և պետք է ասեմ, որ իրոք այսօրվա ամենամեծ ողբերգությունը, որ մենք ունենք, դա չասեմ տգետ, բայց ոչ կիրթ, ոչ բարեկիրթ, երբեմն ազգադառ, ազգուրաց, անհայրենիք մասան է, որ նախընտրում է Նիկոլ Փաշինյան, կամ գուցե չի նախընտրում, կամ գուցե իր համար միևնույն է ինչ անում Փաշինյան Նիկոլը, բայց հայրենիքին նվիրված կիրթ, բարեկիրթ մարդկանց համար Նիկոլ Փաշինյան տեսակը վաղուց մերժելի եղած կլիներ։ Այն հանգամանքը, որ դեռ առ այսօր նա տոտալ մերժված չի, նշանակում է իրոք տգիտության համար այդ պարարտ հողը կա Հայաստանում, և դա մի օրվա ստեղծելու բան չէր, դա տարիների, տասնամյակների աշխատանքի կամ աշխատանքի պակասի արդյունքն էր։ Դե, մեզ անելու բան չի մնում, քան ձեռներս ուղղակի ծալենք և սկսենք այդ հողը մշակել, ալմատախիլ անենք տգիտությունը։ Հիմա անդրադառնամ ամենահետաքրքիր հայտարարությանը, որ այսօր արել է Ալիևը, որը պարզ ասում է, հայերը եթե չընտրեն Նիկոլ Փաշինյանին, այլ ընտրեն ինչ-որ մի ուժ, որը ատելությամբ է լցված, ադրբեջանցիների նկատմամբ, ասել է, թե մերժում է Փաշինյան Նիկոլի դավաճանական ծրագիրը ավարտին հասցնելու այս ընթացքը, Հայաստանը կտառապի, սենց ասեմ, բառացի եթե թարգմանենք, իսկ փոխաբերական իմաստով չէ, թարգմանած ասում է, եթե դուք Փաշինյան Նիկոլին չընտրեք մի խոսքով, դուք կտուժեք։ Ուղիղ սպառնալիք Փաշինյան Նիկոլին աջակցելու նպատակով, նույն բանն ինչ որ անում է Փաշինյան Նիկոլը, երկուսն էլ հայ ժողովրդին սպառնում են պատերազմով, թե հայ ժողովուրդը ոնց է պատասխանելու սրան, մենք այսօր անպայման կդիտենք և կլսենք ժողովրդի կարծիքը։ Իսկ ես Ալիևին մի բան պետք է ասեմ, Ալիև, մենք շատ լավ հասկանում ենք, որ Փաշինյան Նիկոլը քո և բոլորիդ վերջին հույսն է, վերջի մարած հույսն է, ես կասեի, մարած, այնպես որ ուրիշ բան մտածեք, հարմարվեք ձեր պարտության հետ, և դու քիչ-քիչ մտածի, այն Հաագայի դատարանում ինչ ցուցմունքներ պետք է տաս, որովհետև այն պահին, որ շպրտեցինք Փաշինյան Նիկոլին իշխանությունից, թերթում ենք Ադրբեջանի վերջին էջը, և դու կհայտնվես Հաագայի դատարանում,
մենք անպայման ամեն ինչ կանենք այդ ուղղությամբ, որ դու ֆիզիկապես հայտնվես ընդեր։ Ես վստահ եմ Ադրբեջանի ժողովուրդը չի դիմադրելու այդ հարցում եւ համաձայն է լինելու մեզ հետ։ Ես մոտ ուզում եմ հիշեցնեմ Նիկոլի տեքստը ամիսյոտ ուզում եմ ցիտեմ ես մի անգամ ստատելիքին, ինքը ասել է ամեն։ Նիկոլ Փաշինյանի վերջի ադրբեջանական թեզը Արցախի մասին շատերիս է զայրացրել, շատերն իրավացիորեն են գնահատական տալիս, թե ինչպիսի վտանգավոր ստախոս է նա, փաստերով հիշեցնում են, որ Արցախը հայկական հող է, ինչպես ժամանակին պնդում էր հենց ինքը Փաշինյանը։ Ինձ համար սակայն ոչ միայն պայքար է Արցախը հայկական լինելու դեմ, այլ նաև պարզ ու շիտակ մարտահրավերներ է Հայաստանի Հանրապետությանը, մեր այստեղ ապրելու իրավունքին։ Մարդ, որն ասում է Արցախ այո, Հայաստան է, հայի երկիր է, որովհետև միշտ այստեղ բնակչության 80% եւ ավելի եղել են հայերը։ Եվ այսօր էլ այդպես է, իսկ Ադրբեջանն ուզում է, որ այստեղ չապրեն հայեր։ Իսկ այսօր քարոզումը ասում են հող են կորցրել, այդ հողը ինչով է մեր եղել։ Ապրել ենք այնտեղ, ինչով է մեր եղել, մերը չի եղել, ոչ միայն մերը չի եղել, այլ նաև օգտագործվել է նրա համար, որ Հայաստանն էլ մերը չլինի։ Սեկտական։ Ես հասկանում եմ, որ շատերի համար սա իրական չի, մեկ այգան գնալու են Փաշինյան Նիկոլ ընտրեն, բայց ես դեռ հույսս չեմ կորցնում։ Հույսս չեմ կորցնում, որ 1, 2, 3 մոլորված հոգիներ մենք կարող ենք բերել այս կողմ, բերել ճշմարտության կողմ, Հայաստանի կողմ։ Ասել չի կարելի սա չնկատել ուղղակի։ Որովհետև դու նկատես, չնկատես, այն աղետը, որ դու բերելու ես Հայաստանի գլխին, մտնել է նաև քո տունը։ Լսենք այսօր ինչպես է անցել Փաշինյան Նիկոլի քարոզարշավը։ Ժողովուրդը ասելիք ունի իրան փողոցներում եւ ասում է. Մեկ կին վարսկանների խմբի դեմ, մեկ հայկին վարսկանների խմբի դեմ, որոնք գոռում են Նիկոլ Վարչապետ։ Տխուր է, չէ՞։ Իսկ հիշացնեք մեկը, երբևէ փողոցներում մեկը գոռացել է Սերժիկ Վարչապետ, կամ Սերժիկ նախագահ։ Դες բան հիշում եք, ես չեմ հիշում, ազնիվ խոսք։ Թե ինչքանով էր տիկին իրավացի, թե ոչ, լսենք սա 22-ի ձայնագրությունները, 22-ի։ Հերոսի մայր է։ Արցախը պաշտպանող, գիտեք ինչ ասել։ Երբ որ նահանջի հրաման են տվել, գիտեք ինչ ասել։ Ասել նահանջի տեղ չկա, հետևում Արցախն է։ Հիմա այդ Արցախը չկա։ Ինչի չկա։ Մեր բանակը կռվել է։ Մեր բանակը հաղթել է։ Սա ասել եմ ու ասում եմ, կանխամտածված Նիկոլի հրամանով, որին դուք եք ենթարկում, վախում եք առավել եւս թույլ տվեք այդ բառերը ասել, Հետաքրքիր է, որ վախում եք, դուք եք ենթարկում խոսքերի ժամանակ ոստիկանները սկսեցին անհանգիստ շարժումներ անել։ Ճիշտ է, ճիշտ։ Իսկ դատավորը գեր տեսած գառի նման նայում է կնոջը։ Ոչ մի բան չի աշխատում, ոչ մի միմիկա չի շարժվում դեմքին։ Գիտեք ինչի, նախորդ գիտի ինչ է ասելու։ Ու իր համար միևնույն է իրան ինչ են ասում։ Ինքը մեկը իր գործն անելու է։ Բոլորդ վախում եք, դհոլչուց բռնած եկավ դամքաշով դուրս եկավ, հանձինը ձեզ։ Դուք չդատեք, վերևը չդատի, եվրոպականը չդատի, ուր եք փախչելու։ Այո, ոչ միտեղ չեք կարողանալու փախչեք, որովհետև ամեն ինչ է ավարտվում վաղ թե ուշ։ Ու հիմա Հայաստանում դրածը խաղադրույք որպես Հայաստանի լինել չլինել։ Եվ դա կախված է ուղիղ մեզանից բոլորիս։ Այո, նաև այս դեմքով ապրող դատավորներից, այո, նաև այս դեմքով իրար խառնվող իրավապահ մարմնի այս աշխատողներից, որոնք սենց կանգնած ու լսում են այս ամեն ինչը, հասկանում են, որ սա իրանց էլ է վերաբերվում։ Այն հանգամանքը, որ անհանգիստ շարժումներ են անում, դա նրանից է, որ իրանց դա դուրս չի գալիս։
Դա նրանից է, որ իրանց եւ դատավորի մեջ մի մեծ տարբերություն կա։ Դատավորը կատարյալ սրիկա լինելու համար բավականին լավ է վճարում։ Այս շարքայինները առանձնապես հետաքրքրություն չունեն դրա մեջ։ Իրանց համար ուղղակի հերթափոխա եկել կանգնել են։ Եվ այսպես այս շրջանակը բավականին նեղանում է Փաշինյան Նիկոլի կողքը։ Օղակը սեղվում է Փաշինյան Նիկոլի վզի կողքը։ Այո, կլինեն այս դատավորներ, այո, կլինեն մարզպետներ, քաղաքապետներ, այո, կլինեն մոտարապես մի 200,000 հոգի։ Ամբողջ կառավարական անձնակազմի հետ հավաքած, բայց ոչ ավել։ Ես ես մի հատ թիվ եմ ուզում ասեմ։ Դուք գիտեք, որ Փաշինյան Նիկոլը փաստացի դարձել է այսօրվա վարչապետ, որովհետև ինքը ունեցել է Հայաստանի քվեարկողների 27-28%-ի քվեն 2021 թվականին։ Ինքը 21 թվականին ստացել է 680,000 ձայն, որը ընտրելու իրավունք ունեցողների 27.5%-ն է։ 28 եմ գցում, հա։ 28%-ը Հայաստանում ընտրողների վախենալով նախկիններից Շաքերպեներով եմ ասում վախենալը, պլյուս այդ կերծիկներով, բանով հավաքել են 27%, որով կարողացան դատարկել Արցախը եւ հանձնել Հայաստանը։ Ինչի՞, որովհետեւ 50%-ը նախընտրեց չգալ ընտրությունների։ Այո, 50%-ը չեկավ ընտրությունների, դրա համար Նիկոլի 27-ը դարձավ 54։ Պատկերացնում եք, ու այդ 27%-ը որոշեց Հայաստանի ճակատագիրը։ Հիմա ես վստահ եմ, այդ 27%-ից բան չի մնացել, նույնիսկ 21 թվի 27%-ը չի մնացել, որովհետև այդ 27%-ի մի մասը, որ վախենում էր այդ նախկին կոչվածներից, մասնավորապես Քոչարյան Ռոբերտից, ինքն է, չես, ես միշտ գալ է դևի դեմը, դեմքս ես դեմ են տալի, ասում են, կամ ես դևը, կամ ես դևը, հա, եւ մարդկաս մի մաց վախենում է Քոչարյան դևից, ասում է, այս մի դևը ոչինչ, ավելի լավ դև է, լավ ճառ ասում։ Հիմա ես վախը չկա արդեն։ Պլյուս եթե մենք կարողանանք 50% պլյուս ընտրազանգված վերենք ընտրատեղամասեր, այս դատավորները, այս մարզպետները, այս վիշապները, այս հրեշները չեն կարող այդ 200-300,000-ով մեր ճակատագիրը որոշել ժողովուրդ։ Նորից կրկնեմ 27%-ով Նիկոլ Փաշինյանը ավիրել Հայաստանը։ Ու 27%-ով նա կարողացել է ավելի մենակ մի բանի պատճառով, որովհետև Սերժիկ Սարգսյանի գրած սահմանադրությունը դա թույլ էր տալիս։ Պատկերացեցիք։ Պատկերացեցիք հանցակցությունը այս ամեն ինչի մեջ։ Նայ։ Հիմա հարգելիներս, եթե չենք ուզում սրանք այս հանգիստ դեմքով, Ալիևի փողերով, մեզ բոլորից ուղղակի են գրողի ծոցը, ընդ որում իրենք էլ են գնալու, այնպես չի, որ մենակ մենք ենք գնալու։ Ուրեմն մենք պետք է ապահովենք ընտրողների ներկայությունը ընտրատեղամասեր։ Գնացեք ում ուզում եք ընտրեք։ Իդեպ, ես երեք ասեցի, որ նույնիսկ եթե ոչ մեկին չեք ուզում, կարող եք ջնջել, պատրել։ Պարզվեց, այսօր ինձ ասեցին, որ չէ, նույնիսկ պատրելու դեպքում դա Նիկոլի համար է աշխատելու։ Եվ այսպես լսում ենք տեղյակների խորհուրդը եւ ասում ենք՝ մի ճրեք, մի պատրեք, ուղղակի գնացեք եւ ընտրեք ում ուզում եք բացի Նիկոլից։ Ում ուզում եք բացի Նիկոլից, նույնիսկ սենց ասեմ, եթե գիտեք այս ուժը 1-2%-անոց է, նույնիսկ իրանց տված ձայներն է ձեզ փոշիացնող։ Այդ ուժերը հենց դրա համար են մասնակցում։ Որովհետև այդ փոշիացած ձայները վերջում դառնում են սենց բանտիկով կիսում են նրանց մեջ, ովքեր անցնում են խորհրդարան։ Մեկը տեսնում ես 20% ստացած ձայնը կուսակցությունը որոշում է Հայաստանի ճակատագիրը։ Էդ էլ ըստ Սերժիկի սահմանադրությանը։ Այնպես որ գնացեք, մի նստեք տանը, մի թողեք մեր բոլորի ճակատագիրը որոշեն թշնամիները, այս դեմքով, այս հանդարտությամբ լսեն, թե իրանց ոնց են մեղադրում սեյրական մարդասպանության, երկիր դավաճանելու, հող անձնելու, հայրենիք ծախելու մեջ։ Սրանք Աստված չունեն, մի հատ նայեք դեմքին, կհասկանաք ես ինչ տեսակ է։ Սա ամենավտանգավոր տեսակն է։ Ու այս տեսակի մարդկանց այդ շփողները պետք է հասկանան, որ ինքը այս դեմքով ծախելու է նաև իրենց։ Այն հանգամանքը, որ միջև հիմա չի ծախել,
Դա նայած է, որ գին տվողը չի եղել։ Բայց գին տալու պարագայում ինքը այս դեմքով էլ ծախելու է բոլորին, ում հետ ինքը շփվում է։ Սերժիկ Սարգսյանից, Նիկոլ Փաշինյանից սկսած։ Բարձր, մգնենք առաջ։ Mēs լսենք։ Թոշակները բարձրացել են դու կառուցության ապահովագրության շահառու եք 300 դպրոցա կառուցվում երկու Նշում է նստել է մետրոյում, նշում է ինքը ինչ արել։ Թոշակները բարձրացրել է 3 տարվա մեջ 10,000 դրամ։ Այն էլ ժամանակավոր հունիսից վերջանում է դա։ 300 դպրոց է սարքել։ Ինքը մոռացավ ասել, որ 250 դպրոց հեսա փակում է, 2000 դասատու մնալու են դրսում։ Այսինքն, տեսեք, 250 դպրոց է փակում։ Ինքը դա մասին չի ասում։ Դե ինքն էլ ասեմ իրան չի լսում հիմա։ Այն դեմքով որ ինքը լսում է նստած, դա նշանակում է որ սպասում է երբ վերջացնելու։ Ու ինքը հետո իր խոսքը կասի, լսեք։ 500 մանկապարտեզա կառուցում, խաղաղությունը հաստատվել։ Խաղաղությունը հաստատվել, հա։ Ու նայեց, խաղաղության բառի վրա գերը նայեց դրան, նայեք։ Տնտեսությունը աճում է։ Տնտեսությունը աճում է, բա ոնց։ Մետը պետք է ասել ցույց տա, բայց ընկերոջ համար մեկ է, ինքը գիտի ինչ ասելու։ Աշխատավարձերը աճում են, պետական ծախսերը աճում են։ Աշխատավարձներն աճում են, պետական ծախսերն աճում են։ Սա պետական ծախս է։ Ինքը նաև պետք է ավելացնել, մեր պարգևաճ վճարներն անցնում է, աճում է մեր աշխատավարձը։ Աճում է մեր կրկնակի պարգևավճարները նորից աճում է։ Մոռացավ դրա մասին շեշտել։ Լսենք ինքն ինչ ասում։ Ամեն դեպս կխնդրեմ այդ սա մի հատ հայրենիք չարժի, հա։ Այդ սաղն ինչ որ դու ասում ես, մի հատ հայրենիք չարժի։ Գիտեք, հիմա հասկացանք ինչ էր սպասում այսքան ժամանակ։ Իսկան ու դեմքը նայեք։ Ոնց ես այսքան բան ասեցի դու ասում ես սա հայրենիք չարժի։ Ոնց 10,000 դրամ քեզ 2 ամիս թոշակ եմ տվել, մի հատ հայրենիք չարժի։ 250 դպրոց եմ փակել։ Վատ բան եմ արել։ Պետական ծախսերն աճում է, իմ պարգևավճարներն անցնում է, աճում է, ինչքան ուզում եմ ինձ փող եմ գնում։ Նա հայրենիք չարժի։ Այ ինքեր ջան, հայրենիքը ինչի՞ դա պետք։ Ասեց մեր ընկերը ու նայում է ուղիղ դեմքին։ Իսկ ճիվաղը շփոթված է։ Իհարկե հիմա կսկսի հիմարություն դուրս տալ, անպայման միջազգային սահմաններից, բանից չգիտեմ, այնտեղ ալմաթի, կճռած կտորներ, բան սիրոսա։ Այս ամեն ինչը փաստորեն իզուր է։ Ես այսքան խոսում, գնում մսում մարդկանց մոտ էլ ասում են, լսի, մեր համար ինչ տարբերություն դու ինչ ես ասում հիմա։ Այդ ամեն ինչը մի հատ հայրենիք չարժի մեր համար։ Որոշումն արդեն կայացած է, Փաշինյան Նիկոլ։ Դու տեղ չունես Հայաստան։ Սա մի բան էլ է ցույց տալիս, համեմատության մեջ ամեն ինչ գեղեցիկ։ Ոչ Սերժիկը, ոչ Ռոբերտը մետրոներով քաշ չեն եկել։ Մարդիկ իրանց դեմքին սենց ուղիղ չեն թիքել։ Իրանք մարդկանց մոտ չեն արդարացել, որ իրանք բանա հողատու հանցագործներ չեն։ Գիտեն, որ իրանք չեն ընտրելու։ Ձայները կեղծել են այնքան, որ մնան իշխանության։ Տեղ եղել է կեղծելու։ Սա այդ տեղը չունի։ Այսինքն ունեցել են ինչ-որ ռեյտինգ, դրա մի քիչ ավելացել են, դարձել են իշխանություն։ Այսքան բան։ Սա ոչ մի բան չունի։ Եվ ամենակարևորը մահակը չի երևում։ Մահակը չի երևում այնքան ժամանակ, քանի սա դեռ չի վազել Պուտինի ոտքերի տակ, թավալ տալու եւ ասի թող ես օգտագործեմ այդ մահակը ու ճանաչի իմ իշխանությունը առաջի ջարդից հետո։ Ասա ես ճանաչում եմ քո իշխանությունը։ Կտեսնենք, դա ենք տեսնելու։ Նացանայ։ Բարև եղբայր։ Մեր բուկլետից եւ քարտեզից նվիրենք ձեզ, լավ օր ձեզ։ Ես ասել եմ, մեր երիտասարդները կարող է միտինգներ չգնան, ակտիվ չլինեն, պիկետներ չանեն, փողոցներ չփակեն։ Իրանք հանգիստ նայում են ինչա կատարում։ Իրանք տեղյակ են ամեն ինչից եւ ասեն գուցե ավելի շատ են տեղյակ, քան մենք, որովհետեւ իրանք դեռ պիտի ապրեն այս երկրում։ Իրանք դեռ նայում են 20 տարի հետո իմ ապագան ստեղ տեսնում եմ թե չէ, կամ 5 տարի հետո իմ ապագան sense տեսնում եմ ստեղ, թե ոչ։ Որտեղից տեսնես երիտասարդը իր ապագան, երբ որ Հայաստանում ոչ մի ոլորտ չի զարգանում կաշառակերությունից բացի։ Կիրթ մարդու համար
սովորող տաղանդավոր մարդու համար դա ճանապարհ չի։ Ուսանողը մի բան է տեսնում, որ իր սովորած մասնագիտությունը մեկին պետք լինի, որի դիմաց ինքը կարա վճարվի։ Կոռուպացված երկրում ոչ մի մասնագիտություն, բացի քծնելուց, դավաճանելուց, տեղի ժամանակ ծախելուց, մենակ այդ մասնագիտությունն է եկամտաբեր։ Մնացածը պետք չեն ոչ մեկի։ Դա բայց երիտասարդները ամեն ինչ տենում են, ամեն ինչ գիտեն։ Ու մանավանդ լսում են Ալիև իրանց ինչ ասում, որ եթե չընտրեք, գալիս եմ ես ձեր հետևից։ Մենք էլ կլսենք պատասխանը իրեն։ Նայենք սա մետրոյում ինչ են անում։ Եղբայր մեր բուկլետի ձեր։ Ոնց որ սև կատու տեսածել են փախնում են մարդիկ։ Պատահական էր անցել, ասենք էլի։ Դե ախրանան կողմից է, չէ՞։ Եղբայր, ինչ եղբայրը։ Եղբայրը թքած ունենա, չես զգում, բոլորը թքած ունենան քո վրա։ Դեմքը չեն ուզում տեսնել։ Ես երաշխավորում եմ։ Ամենաչսիրած Սերժիկ Սարգսյանին այս կարգի չէին առամադի դրսում։ Սերժին հիշում եք, չէ՞, ամբողջ երկրով ենք մերժում, ինչքան գարջ ու անցանկալի մարդ էր, բայց եթե նա փողոց դուրս գա, ասենց, ես վստահեցնում եմ, ասենց առամադած ֆոտոշոփ չէին ունենա իրան։ Գոնե հետաքրքրության համար, ասենք գոնե չէին առամադի հաստատ։ Կարող չգրկեին, չուրախանային ուշները չգնալ։ Չէ, սա չէր լինի։ Քարտես եւ բուկլետ լավ ես։ Լավ են գործեր դասերը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լավ եք։ Քարտեզ էլ չեք ուզում։ Դե վերցնա ու հասկացար։ Հավատացեք, այս ընկերների բոլորի համար է դժվար sense ժեստեր անելը։ Ամեն դեպքում հայ մարդը ինքը հարգանք ունի ներքուստ պաշտոնյաների նկատմամբ։ Զսպվածություն, sense բան կա, մեր մոտ չգրված օրենք կա, էլի։ Բայց սա ինչքան է իջել, որ նույնիսկ այդ հարգանքի բանը sense արդեն չի աշխատում, ուղղակի ասում են, գնա, արա, գնա, նույնիսկ չեն վերցնում, արա, գնա։ Քեզ չենք հայոյում, որովհետև այտենց ենք մենք դաստիարակած։ Մենք չենք հայոյի, բայց այդ տվածը չենք վերցնում, գնա։ Բայց սա երեսը դահոլի կաշից է, դահոլ։ Թքում ես, զգում վերցում գցում ես մանձև էր, պատահական եկավ կպապ դեմքիս։ Եվ քարտես։ Կալյաց են ձեր ծեղմ են, բարև ձեզ։ Ես զլվելով, չէ, չի կարելի։ Ես ձեր հետևից եկա, ինձ շատ մոտեցան ասին ինչ եք գնում Նիկոլի հետևից, ու ես իրանց չլսեցի, ազնվությամբ երթվում եմ, են ամեն ընչովս իմ երեխեքի, այս սա խանութները, այս Էրեբունին, միջև ձեր հետևից երկրորդ անգամ որ եկաք, ընդե կռիվ եղավ Էրեբունի փողոցում, ես դրանց ինչ ասեցի, իսկ այսօր հիմա ինձ ասում են, տեսար որ քո Փաշինյանը ինչ արել։ Ինչ եմ արել։ Ասեց համսով տվեց, համով տվեց։ Լսեցիք, հեկդան կլսեցիք, այս կինը Նիկոլիս տեղը, ասում բոլորդ կռիվ ա եղել, հետո էլ ասեն են, տեսա ինչ արեց քո Փաշինյանը, նայ։ Ես ասեցի, իսկ այսօր հիմա ինձ ասում են, տեսար որ քո Փաշինյանը ինչ արել։ Ինչ եմ արել։ Ասեց համսով տվեց, համով տվեց։ Ինչ եմ արել։ Ասեց համսով։ Ինչ արել որ։ Ինչ արել որ, ում պետքա տալը սպանելա։ Պետք է եղել հողի դիմաց փողը վերցել, օրն է ծախել, ինչ եք ուզում։ Ինչ արել այս մարդը։ Մենակ ինքը չէ։ Իր բոլոր նարկոմաններն են լցված փողոցները, ձայն մուրալով։ Մատաղի փող հավաքողների նման։ Բայց թուքումուտից բացի ոչ մի բան չեն ուտում։ Լսեք։ Այդ կապիկը բացի իրանից փողոց են նետել նաև իր նարկոմաններին, որ ձայն մուրան, մատաղի փող մուրացողների նման, որովհետև հասկանում են, որ սենյակներում նստած, ինչպես Սերժիկ Սարգսյանն էր կարողանում իրան թույլ տալ, իրան ձենտվող չի լինելու, բայց որ նայ մենք ում է հանել փողոց ու ինչ են դեմ տալի ընթացքում, հասկանում եք վիճակը տխուր է։ Լսել ենք, հավատացել ենք։ Ինչ եք հատի ես։ Այն որ ասում եք
Ասես մեծ հեքիաթները լսել ենք ու հավատացել ենք, ասում եմ, ինչ հեքիաթ է ես հավատացել։ Ես ես երաշխավորում եմ, վստահեցնում եմ, Տարոն Մարգարյանն է նույնիսկ եղել քաղաքապետ, տեսեք, չեմ ասում Երևան Զախարյան, բան, ոտք ասում եք իրան քաղաքացիների շփվելուց իրան ասեն նրա քո ասած հեքիաթներին մենք հավատացել ենք։ Ես ես վստահեցնում եմ, նույնիսկ Տարոն Մարգարյանին այտենց արհամարական նվաստացուցիչ բառամթերքով ոչ մեկ չի խոսացել հետը։ Չեմ ասում մնացածին, հա։ Կարեն Կարապետյանն ենք ունեցել, Երևան Զախարյանն ենք ունեցել։ Ոչ մեկի հետ, ոչ մի անգամ, ոչ մի քաղաքացի սենց արհամարական նվաստացուցիչ չի խոսացել։ Սա անես չի, նրանից չի, որ քաղաքացին անդաստիրակա։ Սա նրանից է, որ իրենք են իջացրել այդ նշաձողը հենց այդտեղ։ Այսինքն իշխանություն, դե լավ չենք հայոյի, բայց կասենք ինքը ով է, էլի գոնե, առնվազն մեղ։ Ասեք անենք, ասեցինք, բախի չարեցինք։ Հենց դուք եք ասել, մենք չենք ասել։ Ասում էիք փոսերը ցաղ ասֆալտներն անենք, հիմա որ մի հատ լադոկ ենք ընկնում, անհասանելի ենք դառնում։ Կապից կդրվում ենք։ Անսախինա Հայրապետյան։ Հայրապետյան ջան։ Կենտրոնական փողոցներում ենք, փոս կապից կդրվում ենք։ Հայրապետյան ջան։ Կենտրոնական փողոցներում որտեղ հիմա փոս։ Որ դե տակ Կենտրոնական փողոց։ Կենտրոնական փողոց։ Ես Երևանի տղա եմ, սա գիտեմ։ Օրինակ Ուզում ասի կենտրոնական փողոցները փոս չկա, կենտրոնական փողոցները ասում փոս չկա, իսկ Երևանը մենակ կենտրոնական փողոցներն է։ Ըստ դրա ձեզ ձեն են տալու 23 թիվներ քաղաքապետի ընտրությունը 21 ոնց որ չէ, թե 23 ինչու է։ Էլի 7% սրանց ձեն տվեցին, թե 9%, դա էլ չի լինելու այս տարի։ Դա էլ չի լինելու։ Ոչ Արամ Սարգսյանին են ձեն տալու, առավելևս ոչ էլ ԿՊ-ին։ Երևանում դուք 0 ձայն ունեք, լավ ասենք 1%, 2%, բայց 680,000 ձայն դուք չեք կարող հավաքել կյանքում, էլ ես չեմ էլ ասում դա էլ ձեզ հերիք չի, եթե գոնե 50+ մասնակցություն եղավ։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցության այդ աջափնյակում շրջելու ժամանակ վերևից բառացիորեն ջրով տոպրակ են շպրտել վրեկները։ Այո։ Դավաճան թուրք հողատու գոռալով իրաց։ Սա նայենք, այս էլ Թարսեն Սոլոսյանն է, դոկտոր Ման։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պապի ջան։ Ո՞նց եք։ Պապի ջան, ո՞նց եք։ Կարելի է նստել ձեր հետ մի 5 րոպե։ Կարելի է։ Ես ձեր դեմքից արդեն ճանաչեց։ Այս մեր գործընկերներ ֆինանսների նախարարն է։ Որը։ Ֆինանսների նախարարը չի։ Ինքը ֆինանսների նախարարն է, ես աշխատում։ Ես նախկին ֆինանսների մինիստրության աշխատող եմ։ Աշխատում էի, ասեց Նիկոլ դադարեցրու պատերազմը, չդադարեցրեց։ Հայրիկ ջան, 5000 զոր չենք ունեցա, մենք խնդրում եմ այդ սուտ տեղեկատվությանը մի տրվեք, մենք 5000 զոր չենք։ Ասում եք 5000 զոր չենք ունեցել, սուտ տեղեկատվությանը մի տվեք։ Անառակի զավակա։ Չիչոլինոյից սերված է, լավա չի ասում, պատերազմ էլ չի եղել։ Այսինքն ձեր դեմն են դնելու ամեն ինչ, ամեն տեղ, ամեն քայլափոխին։ Հələ հոժար եղեք, պապիկներ են նստած, հազիվ շարժվում են։ Վաղը որ իշխանություն չլինեք, Թարսեն Սողոսյան, դուք ձեզ պատիեզներից չեք կարողանալու դուրս գաք։ Դա հաճելի չի, տարբերություն չկա 3-ի ու 5-ի միջև։ Լսեցի, տարբերություն չկա 3-ի 5-ի մեջ։ Սրանք ասում են 3000 ենք սպանել, ասում են չէ 5 է, ասում են տարբերություն չկա 3000 3-ի 5-ի մեջ։ Ուրախ եղեք, որ 2000 պակաս ենք սպանել։ Մարդով պետք է լինի։ Չեմ ասում, չգիտեմ ով կամ ինչ պետք է լինի, որ սրանց ցային տա, ես չգիտեմ։ Ուղղում եմ, չի կարելի։ 5000 չի եղել, հայրիկ ջան։ Չէ, իրար հետ ենք զրուցում եմ։
զրուցում ենք, բայց եկեք ճիշտ ասենք գոնե թվերը, էլի։ Այսինքն դա ամեն մի հայի զոհը կյանքը կարևոր է, չէ՞։ Ինչ ենք ասում 5000 զոհ չի եղել, հայրիկ ջան։ 3800 զոհ ա եղել մոտավորապես։ Մոտավորապես։ Սուս բան չկա։ Այդ տականքներ, մարդը մոտավորապես չի։ Մարդը մոտավորապես կատեգորիա չի։ Մարդը։ Չկա մոտավորապես, դուք մոտավորապես եք զորակոչանում։ Մարդը գրանցված է, մարդը անուն ազգանուն ունի, գրանցված զենք հաստանում, մոտավորապեսը որն է։ 5 տարի հետո մոտավորապես։ Ձեր կուսակցությանը ես չեմ։ Բայց կներեք, էլի հայրիկ ջան, այդ զոհը Ասում ձեր կուսակցությունը ես ձայն չեմ տալու։ Էլի շարունակում են խոսալ։ Հա։ Այդ Աստված, դուք պետք է ուրախ լինեք, որ դուք կարողանում եք ողջ ու առողջ այդ բակերից դուրս գալ։ Ողջ ու առողջ, դուք պետք է ասես գնաք տուն, ասեք փառք Աստծո, այսօր մենք այս բակերը մտանք ու ողջ ու առողջ դուրս եկանք։ Որտեղ ձեզ ամեն քայլափոխին կարող են սատկացնել ու կսատկացնեն։ Այն պահին, որ դուք հանգարց իշխանություն չեղեք։ Դուք դրա մասին մտածեք։ Իսկ այսօր փառք տվեք, ոստես ձեր պապիկներն են նստած, որ հազիվ են շարժում, էլի։ Այդ ձերի փայտը դժվար կլինի իրա, ցենց էլի գլխի ջարդել։ Բայց վստահ եղի ինքը հաստատ ներքուս դա ուզում է։ հայրը ով ա տվել։ Մենք ենք սպանել այդ մեր հայրենակիցներին։ Ադրբեջանցիները, չգիտեք։ Բայց ձեր օրոք հայ։ Կներեք։ Մենք ենք սպանել, հա, դուք եք սպանել։ Ձեր Նիկոլ Փաշինյանն ասաց, գիտակցաբար տալել ենք։ Գիտակցաբար տալել ենք զոհելու։ Դրանց լեկտիությունը լսեք։ Ով է սպանել, ադրբեջանցիներն են սպանել, դուք եք իշխանությունը ղեկում, ինչ անենք, այս էլ եկել ձան են մուրում։ Ախ, Տեր Աստված։ Այս դեպքին ենք։ Անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու վեդի դեպքը իրավապահներն են բացահայտել, հայտարարում է վարչապետ Փաշինյանն ի պատասխան հարցադրման, որ փետրվարին արձանագրված բռնությունից ամիսներ անց միայն իրավապահները տեղից շարժվեցին լրատվամիջոցների ահազանգերից հետո։ Այդ գործերը բացահայտվել են իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում։ Ձեզ ինչի է թվում, որ այդ գործը, բա դուք որտեղից եք իմացել այդ գործի մասին։ Իրավապահները Փաստորեն իրավապահները բացահայտել են այդ գործը փետրվարին։ Ու մինչև մայիս թույլ են տվել, որ այդ պեդոֆիլ մանկապերտները շարունակեն իրենց հանցագործությունը։ Հետո Նիկոլ Փաշինյանն էլ սպառնաց այն մարդկանց, գտել այն մարդկանց, ովքեր ինֆորմացիան հանել էին, դուրս որտեղ լրագրողներն իմացել են, այսինքն սլիվ էր եղել։ Փաստորեն ինքն ասում է բացահայտել են իրավապահները, հա, կարող է դուք եք բացահայտել, ուրեմն փետրվարին է եղել, իրանք բացահայտել են, ու միջև հիմա դրանք ազատության մեջ են եղել ու շարունակել են նույն երեխեքին պղծել, ահաբեկել ու պղծել։ Հիմա ես կարող եմ ենթադրել, որ այս ամբողջ 2 ամսվա իրանց անխափան գործունեության, հանցագործության հովանավորը եղել են հենց իրավապահ մարմինները։ Եվ դու էլ նեղված ես, որ այս ինֆորմացիան դուրս է եկել ու Բադոյան Սյուզին կարողացավ աշխարհը հանել ոտի, որ դուք ստիպված եղաք նոր դրանց ձերբակալել, ընդ որում երկար ժամանակ դա էլ չէիք անում։ Ու միջև այսօր ես այդ երրորդ մարդու անուն ազգանուն չգիտեմ, գիտեմ ցույց են տալի ինչ-որ մեկին բռնել են, բայց դա չի էական։ Ինչ կապ ունի սրա հետ, պետք է գտնեք։ Այդ երրորդը, այդ ճակերտավոր այդ Արաքիչը, որ հովանավորը հանդես եկել, բարեգործը հանդես եկել, պատկերացրեք, Արաքիչը նաև բարեգործ։ Հա։ Ով է եղել։ Էլ որտեղ է ինքը բարեգործություն արել, էլ ու երեխեքին է կոնֆետներով պղծել։ Կսաղ իմանանք, ու ինչ կապ ունի սրա հետ։ Գլխի գիտեք դուք եք բացահայտել էսի։ Հա, որտեղ Սյուզին եթե աղմուկը չաներ, ինչպես 2 ամիս բացահայտել եք ու իրենք շարունակում էին հանցագործություններ անելը, Անեն շարունակելու են անելը։ բացահայտել են, իսկ լրագրողներն ուղղակի օգտվել են ինֆորմացիայի ապօրինի արտահոսքից, պատմությունը սա է ըստ Նիկոլ։ Ապօրինի արտահոսքից, լսեք սա նախկին լրագրողը ասում։ Ապօրինի արտահոսք չի լինում։ Սա բաց ինֆորմացիա է։ Եթե հանցագործությունն եղել է, սա մասին լրագրողը իրավունք ունի իմանալու։
Սա ասում է նախկին լրագրողը։ Ապոդինի արտահոսք։ Էսի ապոդինի արտահոսք չէր լինի, եթե իմանալուց հետո դուք ինչպես են 19 տարեկան երեխուն սենց կռացած, հա, սենց մեջտեղից նվաստացնելով սենց կռացած տանում եք բերման եք ենթարկում, դուք այտենց անեիք ըստ արժանվույն այդ երկու պեդոֆիլներին։ Բայց նույնիսկ դա չէիք արել։ Փաշինյանին Որ բացահայտել են, բա ինչ են արել։ Բացահայտել են, լավ, ինչ էին արել։ Մինչև երեք ինչ են արել իրավապահները։ Այսինչ բացահայտում է, որ ընթացքում բռնարարներն ազատության մեջ շարունակել են սեքսուալ բռնության ենթարկել փոքր քրոջը, հետո էլ ներգրավել է ավագ երեխան, մի ուրիշ բռնարար է ի հայտ եկել, տարակուսում է անչափահասների փաստաբանը։ Փետրվար ամսից հասկացվել մեծ քրոջ նկատմամբ բռնությունները։ Հունվար Ես ուշադրություն եմ նորից հրավիրում։ Իրան ոչ թե հետաքրքիր է մտահոգում են հանգամանքը, որ այդպես բան է եղել։ Չէ, ինքը հանդես է գալիս այդ դեպքի կոծկողը։ Ինքը չի դատապարտում այդ իրավապահներին։ Չի ասում ես ինչ է կատարվում արա։ Չէ, ինքը այս պահին հանդես է գալիս դրանց հովանավորը։ Դրանց պաշտպանը այս պահին։ Որովհետև եթե ինքը պաշտպանը չլիներ, ուրեմն այդտեղ մարսպետով, միլպետով, գլխավոր դատախազով բոլորը պետք է դատվեին արդեն։ Բայց ինքը հանդես է գալի այս հայտարարությունով դրանց պաշտպան որպես։ Արի վերջից փետրվար ժամանակատված երեխան չի կարմացել, ամեն դեպքում փետրվարից հետո մինչև ապրիլի 20-ը բռնությունները երկու քրոջ նկատմամբ շարունակվել է։ Փոքրի նկատմամբ շարունակվել է, մեծի նկատմամբ է սկսվել է։ Մայիսի 2-ին Բադոյան Նյուզը գրեց Ֆեդիում երկու աղջնակներ ամիսներով սեռական բռնության են ենթարկվում։ Իրավապահները կոծկում են դեպքը, ենթադրյալ մանկապիղծներն ազատության մեջ պտտվում։ 2 օր առաջ էլ Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետը ազատությանը պատմել էր դպրոցում են նկատել արտառոց դրվագներ ու փաստերով ոստիկանություն դիմել դեռ փետրվարին, հետո ապրիլի 22-ին։ Մի դեպքում քույրերից մեկի հեռախոսում կասկածելի ձայնային հաղորդագրություններ են տեսել։ Այս գործը մեծ հաշվով բացահայտել է դպրոցը։ Հետո աղմուկ արել Սուզին Բադոյան։ Ու այդքանից հետո սրանք չէին ձերբակալվում։ Սրանք ձերբակալել եղել է պարտադրված։ Բայց փաստորեն ամբողջ հանցավոր շղթան, հանցագործ անգործությունը ճակերտավոր արդարացնում է Փաշինյան Նիկոլը։ Բադոյան Նյուզին մանրամասնել է դպրոցի տնօրենը։ Գամ ինչ բերեմ, սիրտդ ինչ է ուզում եւ այլն, թե ինչու չես պատասխանում, դու իմ զանգերին չես պատասխանում, չես գալիս հանդիպենք, դե եթե այդպես էր, ես իզուր քեզ հեռախոսը տվեցի, այդպիսի խոսակցություններ, արդեն որ բավականին մտերիմ էր դառնում, ես ահազանգեցի ոստիկանություն։ Մեկ այլ դեպքում մյուս քրոջը փորձել են մեքենա նստեցնել, դպրոցի մաքրուհին է տեսել, տեսախցիկն էլ ֆիքսել է կրկնվող տեսարանը։ 15 Պապայան նույն տաքսին կանգնեց, համոզում էր, որ նստի մոխրագույն Մերսեդես, համոզում էր, որ նստի ավտոն, չէր նստում։ Ապացույցները, կադրեր ու ձայնային։ Նայեք, ես հասայտես հանգիստ քայլում է։ Իսկ դուք տեսել եք, չէ՞ իրանք ոնց են ձերբակալում, ոնց են բերման ենթարկում։ Հեռվից կամերան կանգնում է, sense վերցում են ձեռքերը օլորած նվաստացնելով տանում են, բայց սրան նույնիսկ չեն կապնում, հանգիստ իր ոտքով գնում է։ Ես ամենայն պատասխանատվությամբ ինչպես ասել եմ, առաջին օրվանից հիմա էլ ասում եմ, այս ամբողջ ընթացքում սրանց անխափան հանցագործության հովանավորը հանդես է եկել հենց այս օրգանները։ Տեղի իշխանությունը դա սրա մարզպետը, այս շրջանի մարզպետը Փաշինյան Նիկոլի Սանիկն է, կրակածիլ Գարիկը։ Հիմա թե ինչ ինստանցիայում է սրա դանից վերևա, դանից ներքևա, բայց ունեցել է հովանավոր, որ այս հանցագործություններով հանդերձ սրան չեն ձերբակալել։ Հիմա նույնիսկ տանելուց չեն կպնում մատով։ Մատով չեն կպնում, նայեք։ Հանգիստ գնում է։ Սրան պետք է բանը բերանը գետին քսելով տանեին այսպես, էլի։ Այս հանցագործներին այտենց է հասնում։ Բայց նույնիսկ մատով չեն կպնում։ Իսկ մնացած բոլոր դեպքերում նվաստացնելով, բան։ Այն հաղորդագրություններ դպրոցը տվել է Վեդիի ոստիկանությանը։ Մինչև 3 ենթադրյալ բռնարարներն ազատության մեջ էին։ Աղջնակների ընտանիքը սարսափի ու վախի մեջ անպաշտպան այնքան, որ ենթադրյալ հանցագործներից մեկին երեխաների հորեղբայրն է դանակահարում։ Իսկ առաջինը այդ անգործությունն էլ բերել է նա, որ հորեղբայրն է դանակահարել։ Բայց Փաշինյան Նիկոլի ասելով, դա միջի բացահայտած է եղել։ Ուրեմն եթե բացահայտած է եղել, չեն պատժել։ Ու ստիպված հորեղբայրը դանակահարել է,
նշանակում է նաև այդ հանցագործության մեղավորը Փաշինյան Նիկոլն է իր իրավապահ մարմիններով։ Ինքը դա էլ է արդարացնում ուրեմն։ Ինքը բերել է վենդետայի։ Զանգը փետրվարից էր, հիշեցնում է փաստաբանը։ Դեպքի վայրի զննություն չեն արել, խոզարկություն չեն արել, հետքաբանական փորձաքննություն չեն արել, հեռախոսների վերծանումներ չեն պահանջել, հարևաններ չեն հարցաքննել, դատահետ երեխեքին սեռավարակի փորձաքննություն չեն նշանակել, անձիկ հայտնի են եղել, ինչ գործողություն են արել, որ բացահայտել են իրավապահները։ Հիմա կարող են պնդել, որ Նիկոլ Փաշինյանն է սրա հովանավորը։ Ոչ մի բան չեն արել, ինքն ասում է չեն արել, իրենք են։ Դատապարտելու փոխել են, արդարացնում է այս ամեն ինչը։ Ինչ գործողություն են արել։ Դուք ձեր գործընկերոջ անձնական նամակագրությունը հանել եք, ձեր վարչությունում քննարկել եք, մամուլին համարյա հայտարարել եք դրա մասին։ Անչափահասին բռնաբարության մեջ մեղադրվողի հեռախոսը չեք արգրավել, որ ստուգեք տենակ ինչ այնտեղ կատարվում։ Ասում եմ, ես ամենայն պատասխանատվությամբ Հանս Պլանը հայտարարել եմ, սրանք դրա հովանավորներն են։ Որպեսզի մեծ կեղտ մեջտեղ չգա, ես ասում եմ մեծ կեղտ կա մեջտեղը։ Սրանք ամեն կերպ թաքցրել են գործը։ Որ հանգարց նույնիսկ մանավանդ այս ընտրական այս փուլում այդ կեղտը ջրերից դուրս չգա։ Նեզոր Սուզի ջան, Անի ջան, Լիա ջան, չգիտեմ ովքեր կան դե լրագրողներ, մանեք եք, քթեք այդ հետքերը։ Դա տանում է միջև Փաշինյան Նիկոլ։ Այդ տականքը եթե սա կոծկում է ու արդարացնում է, վերցնում է իր վրա, ուրեմն հաստատ տանում է դրանց դեպի ամենավերև։ Էտեք դուք։ Այսօր խորհրդարան եկած գլխավոր դատախազիներ դիմում ընդդիմադիրներից Քրիստինե Վարդանյանը, Աննա Վարդապետյանը պետք է գնա դատվի դրա համար։ Եվ ոչ միայն դրա համար, Աննա Վարդապետյանը այնքան բան ունի իր վրա։ Հիմա ես ուզում եմ լսենք Հակոբ Բադալյանին, ինքը շատ կարևոր թեմայի մասին է խոսում, Եվրոպայի հետ Նիկոլ Փաշինյանի ունեցած պայմանավորվածության մասին, գիտեք, ես Եվրոպա սիրող մարդ եմ։ Ես որովհետև համարում եմ, որ մենք հայերս եվրոպական քաղաքակրթության հիմնադիրն ենք։ Ոչ թե ես իրանց պարտական եմ, ես իրանց պետք է մուրամ ինչ որ իրավունքներ կամ չէ։ Դա իմ քաղաքակրթությունն է, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է միասին հավատալի մնալով այդ քաղաքակրթության սկզբունքներին ստեղծենք մի հատ ընդհանուր կոնսենսուս աշխարհում, որտեղ իրավունք է աշխատում, որտեղ ժողովրդավարության ստանդարտներ են աշխատում։ Ես այդքանով ես Եվրոպամետ եմ։ Բայց հիմա այդքանով հանդերձ ես ձեզ ուշադրություն եմ հրավիրում ես շատ կարևոր դետալի վրա, թե Եվրոպան ինչ է պատրաստում մեզ համար։ Ուրսուլա ֆոն դեր Լայնի եւ Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Եվ այս տեսանկյունից կարող ենք պատկերացնել, թե անվտանգության համակարգում ինչ նշանակություն ունի ատոմակայանի եւ միջուկային էներգետիկայի առկայությունը նվազագույնը պետությանը ռազմաքաղաքական ներուժով օժտելու տեսանկյունից։ Ահա այս առումով մենք Հայաստան-Եվրամիություն համատեղ հռչակագրում կարդում ենք հետևյալը. Մենք վերհաստատում ենք մեր հանձնարարությունը միջուկային անվտանգության ուղղությամբ ընթացիկ համագործակցության հարցում։ Հայաստանը ողջունում է հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործումից դուրսբերման ճանապարհային քարտեզի մշակման հարցում Եվրամիության աջակցությունը։ Համաձայն Հայաստանի մինչև 2040 թվական էներգետիկ ռազմավարության եւ համապարփակ ու օնլայնված գործընկերության համաձայնագրով սահմանված համատեղ նպատակների։ Տեսնում ենք, Հայաստանը ողջունում է ատոմակայանի շահագործումը դադարեցնելու ուղղությամբ Եվրամիության աջակցությունը եւ հղում է արվում էներգետիկ ռազմավարությանն ու Եվրամիության հետ 2017 թվականին ստորագրված համապարփակ ու օնլայնված համաձայնագրով սահմանված նպատակներին։ Այդ համաձայնագրին մենք էլ հղում անենք, որովհետև այդ հղումը շատ կարևոր է հռչակագրային այս կետի ֆոնին։ 2017 թվականին, այսինքն այն ժամանակահատվածում, որը ըստ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստանի ռուսական արբանյակ պետություն լինելու ժամանակահատվածն էր, Հայաստանը Եվրամիության հետ ստորագրում է համապարփակ եւ մեծ համաձայնագիրը, որտեղ անդրադարձ կա նաեւ էներգետիկային, այդ թվում միջուկային էներգետիկային։ Եվ այդ անդրադարձում մասնավորապես նշվում է կողմերի միջև պայմանավորվածությունների համատեքստում մեծամորի ատոմակայանի փակման հանգամանքը, անվտանգ ապագործարկման հանգամանքը եւ կարդում եմ։ Եվ այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի հնարավորինս շուտ ընդունումը։ Այստեղ ուշադրություն, հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը եւ կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով։ Ուշադրության արժանին հենց այն է, որ պետք է այդ ամենը իրականացնել
կամ պլանավորել հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը։ Այլ կերպ ասած, 2017-ի կրկնեմ, ըստ Մակրոնի Հայաստանի ռուսական արբանյակ լինելու տարիների այս համաձայնագրում Հայաստանը Եվրամիության հետ ստորագրելով փաստաթուղթ արձանագրում է նոր ատոմակայանը նոր հզորությամբ փոխարինելու անհրաժեշտությունը։ Այն ինչ կարևոր է, չափազանց կարևոր է Հայաստանի անվտանգության համակարգի, ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլ նաև ռազմաքաղաքական սուբյեկտության եւ ներուժի տեսանկյունից։ Մի խոսքով։ Ուրեմն պաստորեն դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ 17 թիվը դա Սերժ Սարգսյանն է։ Որոշել են, որ դա պետքա փակեն, ու դա ներկայացում է որպես փոխարինող։ Փոխարինող կառուցում են նորը, հետո կամաց, եթե տեսնում են նորը արդարացնում, հրաժարվում են հնից։ Ուրեմն հայկական ատոմակայանին փակվելու ամենամեծ պահանջատերը Թուրքիան է, հետո Ադրբեջանը, հետո փաստորեն Եվրոպան։ Ինչ է հայկական ատոմակայանը Հայաստանի համար։ Նախնամիջուկային տեխնոլոգիաներն են։ Այսինքն եթե դու ունես ատոմակայան, եթե քո մոտ կան պատրաստի միջուկային տեխնոլոգիաներ, ընդեղից միջև միջուկային զենքը ճանապարհը շատ կարճ է։ Մանավանդ որ դա քո ռազմավարությունն է, քո բանն է, գիտությունն է։ Ֆրանսիական չի, ոչ մի բան չի, դա քո ձեռքբերումն է։ Դու դրա մասնագետ ես։ Այդտեղից այդտեղ կարճ է շատ։ Այսօր ամբողջ պատերազմը ինչու է բանում Իրան։ Հենց այս սրա համար է, որ ատոմային ակտիվացած միջուկային վառելիքը չհասցնի այն աստիճանի խտացման, որ կարողանան իրանք միջուկային զենք ստեղծել։ Իսկ առավել դժվար է, երբ որ չկա այդ տեխնոլոգիաները, դու պետք է զրոյից դա ստեղծես։ Հայաստանը դա արդեն ունի, մասնագետները կան, գիտությունը կա, սերունդը փոխանցվել է եւ մեզ պարտադրում են, որ մենք դրանից հրաժարվենք, ես այդ փոխարինմանը չեմ հավատում։ Բացարձակապես չեմ հավատում։ Կամ եթե դա լինելու է, դա լինել է ուրիշ տեխնոլոգիա, որը քոնը չի, մեկ, եւ ամենակարևորը արտադրության հզորություններ ավելացրու, ինչ ես փակում։ Հարց, ինչ ես փակում, ավելացրա։ Վտանգ կա, մեծացա անվտանգությունը։ Փաստորեն Սերժիկները համաձայն եղել։ Նիկոլ Փաշինյանն էլ հավատարիմ է դրան ու շարունակում է առաջ տանել եւ հավատարիմ է այդ ամեն ինչին։ Ես իմ հարց եմ տալիս։ Հայաստանի զարգացմանը ինչ ապագա է տեսնում Հայաստանի կառավարությունը, նախկին ներկա։ Ինչ է ալնել Հայաստանը ով ընդհանրապես որպես երկիր, ինչ է իրենց ներկայացնում։ Առևտուրանող, գրզոյանոց, փեթակ, սուրմալու, հա, սա է, այն պարագայում, երբ որ աշխարհը գնում է AI տեխնոլոգիաների աստական բանականության եւ ընդհանրապես ինտերնետ ծառայությունների զարգացման ուղղությամբ։ Այսինքն ամեն ինչ գնում է մի ուղղությամբ, որտեղ էլեկտրոէներգիայի սպառումները ավելանալու են անգամներ, նույնիսկ այս ատոմակայանի արտադրած էլեկտրոէներգիա մեզ վաղը, եթե մեր երկիրը անցում անի նոր տեխնոլոգիաների, նոր բաների, նոր բիզնեսի ձև որպես այն ինչ որ աշխարհն այսօր պարտադրում է մեզ։ Պարտադրում է մեզ նոր տեխնոլոգիաները, մանավանդ որ իրանք խոսում են Nvidia-ն պետքա գա, այս կողմ այդ ախմախ բաները որ խոսում են, դա նշանակում է մեր ատոմականից եւս մի հատ պետք է, որ ամեն ինչը ապահովի։ Առնվազն, ասում են mēs փակենք։ Հիմա հարց։ Բայց տեխնոլոգիաները, որ դուք ուզում եք բերեք, չիպերի արտադրություն եւ այլն, որտեղից է վերցվել այդ էլեկտրոէներգիան։ Եթե նույնիսկ մեր ատոմակայանի տված էներգիան բավարար չի լինելու, մեծ մասշտաբների մասին է խոսքերը, ոչ թե ինչ որ, չգիտեմ, ստարտափներ փոքր, հա, անելու համար։ Նշանակում է, այս երկիրը նույնիսկ զարգացման բան չունի։ Զարգացման տեսլական չունի։ Ինքը սենց մտածելա գնա, աղբետ ջան, դե լավ է էլի։ Բյուջեն բերում ենք, լափում ենք, գրանտը բերում ենք, պարտքով փողը բերում ենք, էս էլ ենք լափում, ժողովրդի 1 կոպեկ տալիս ենք, այնքան որ ասենք ձեզ թոշակ ենք տալիք, 30,000 դրամ, գրզոներն էլ առևտուրին անում, ասենք մեծ շուկա, այն ինչ որ 30 տարի Հայաստանն եղել է, 30 տարի Հայաստանի ղեկավարները բոլորը իրենց տնտեսական ծրագրերով եղել են հանցագործներ։ Հայաստանում ոչ մի իշխանություն տնտեսական լուրջ ծրագիր չի իրականացրել եւ
ըստ այս ամեն ինչի չի էլ պատրաստում իրականացնել, որտեղ լուրջ տնտեսական ծրագիր իրականացնելը նշանակում է էներգետիկ հզորություններ ունենալ եւ երկիրը բերել են վիճակի, որ իր էներգետիկ անկախությունը լինի բարձրագույն մակարդակի վրա, մարդ իր էներգետիկ անկախությունից հրաժարվի, որ ինչու չփորձված բաներ վերցնի դրա դիմաց։ Այն էլ կվերցնի, թե չէ, ոչ մենք չգիտենք, մենք չգիտենք։ Էլ չեմ ասում, որ այս տականքը պատրաստում է մեր էներգետիկ համակարգը ընդհանրապես կծի Ադրբեջանի ու Թուրքիայի։ Ասենք մենք դրանից ենք դեռ զրկվելու։ Ասելիքս ի՞նչն է։ Այն ինչ որ հիմա կատարվում է, որտեղ փաստորեն մասնակիցանայի եփորմիությունը սկսել է շատ վաղուց։ Ու իրենք այս ամբողջ ծրագրի մի մասն են։ Փաստորեն ուրեմն գալիս է Թուրքիա, Եվրոմիություն, դες գալիս հասնում ենք Ռուսաստան, Հայաստան, հա, sense շրջանակը փակվում է։ Խեղճ ժողովուրդ։ Դե այ մտածի ում ապավինես քո հզորության համար։ Իսկ ես նույնպես եմ կրկնում, Հայաստանի ապագան ինտերնետ տեխնոլոգիաների, IT տեխնոլոգիաների զարգացման մեջ է։ Դրա համար մեզ պետք է ոչ թե հրաժարվել ատոմակայանից, այլ կատարելագործել իրան ու շատացնել հզորությունները, որովհետև ապագա տեխնոլոգիաները մեզանից պահանջելու են մեծ քանակությամբ էներգիա։ Սա էր ասելիքս այս առումով։ Գանք հիմա այս նույն պատոհասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները թարմացեցին, թվում է թե ամեն ինչ մոռացել են, պատերազմը մոռացել է, բայց Թոմաս Մեսիկա, շատ ակտիվ սենատոր, պահանջել է, որ Դոնալդ Թրամփը վկայություն տա։ Վկայություն տա էլի Էփստինի գործով։ Եվ սա լուրջ բան է։ Սա լուրջ հարված է էլի իրան։ Եթե սա կայացավ, միջև ընտրություններ իր իմպիչմենտի հավանականությունը դրանից մեծանում է։ Այս ամբողջ պատերազմը հենց դրա համար է, որ այս ամեն ինչը լռի, մոռացվի, լռեն, բայց ակտիվանում են, որովհետև սա ակտիվա ոչ միայն ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այլև Եվրոպայում եւ աշխարհով մեկ։ Մարդիկ չեն կարողանում սրա մասին մոռանալ, որովհետև սա բոլորի համար, հասկացող մարդկանց համար լուրջ վտանգ է, էքզիստենցիալ վտանգ է, իրենց երեխեքի համար, իրենց երկրների անվտանգության համար, այս համաշխարհային կառավարիչների դեմքերը որ ցույց են տալի, մանավանդ այսօր ես նայում եմ Սելին Դիոնը ինչ վիճակի մեջ է, դուք չգիտեմ տեղյակ եք թե չէ, Սելին Դիոնը փաստորեն հազվագյուտ հիվանդությունով է տառապում, որը կոչվում է բառերը չգիտեմ, բժշկական չեմ հիշում, սա մանկական երեխաների արյունից կախվածության պակաս է։ Փաստորեն ինքը այնքան է սովոր է մանկական երեխաների արյանը, որ դրա պակասից հիվանդացել։ Մենք տեսեք նա հրեշ է դարել անճորնի, մեռնելու վրա է։ Հրեշ է դարել Սելին Դիոնը։ Ու այդ հիվանդությունը լինում է Հանիբալների մարդակերների մոտ։ Հիմա աշխարհը հասկանում է, որ իր էլիտան բացերտանք մարդակերներ են։ Այս նույն խմբից են։ Եվ տարբեր տեղեր այս ճնշումները կա։ Հիմա այս ընտրություններից առաջ ովքեր ուզում են ձայն հավաքեն, ովքեր ուզում են ձայներ ստանան, օգտագործում են այս առիթը, այս ներկա իշխանություններին բացահայտելու եւ իրենց ռեյտինգը դրել նաեւ դրա համար բարձրացնելու համար։ Եվ այսօր էլի Թրամփին հիշեցին դրա մասին, իբր քիչ էր։ Իրանին վերադառնանք։ Մարկո Ռուբիոն ջրանացել ասում է, արդյոք աշխարհը կընդունի այն հանգամանքը, որ Իրանն է տիրություն անում Հորմուզի նեղուցին եւ ինքնավորոշում ով գնա գա, ով չգնա գա։ Իրանն էլ պատասխանել է շատ հանգիստ։ Գիտես, ասել աշխարհը շատ չի տենում տարբերությունը, դեռ ով է ղեկավարում, բայց աշխարհը ռեալ զգում է մի բան, հետևանքները, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է միջամտում այն երկրների ճակատագրի մեջ, որտեղ ինքը իշխանություն ուզում փոխել։ Հա, եւ գնալով ձեր ամբիցիաները դժվար է լինում ծածկել աշխարհից։ Այսինքն պատասխան Մարկո Ռուբիոին։
Սա Դեն Բիլզերյանն է, $1 միլիոն դրել, որպեսզի իր մրցակցին հաղթի, եւ ինքը բարձր ասել է, ինքը նախանձապետական է, Թրամփի կուսակցությունից sense ասեն ճակերտավոր, բայց ամենա հայտնի անտիսեմիտիզմ հակահրյաներից է լավագույն 12-ում ասած լավագույն 12-ում ու ինքը իր միջոցներից $1 միլիոն հենց դրել է դրա վրա, որ հաղթի իր օպոնենտը դեին։ Այսօր շատ անակնկալ հայտարարություն է արել Նետանյահուն։ Ես ուզում եմ ամբողջ օրը հասկանամ ինչ է կատարվում եւ ինչի է սահանում։ Հայտարարել է, որ ժամանակի ընթացքում ինքը հրաժարվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների ստացվող բոլոր օգնություններից։ Բերելու է մոտեցնի 0-ին։ Այն ընթացքում, երբ որ ինքը ամենաշատ կարիք ունի դրա։ Ուրեմն ասեմ ինչ է կատարվում իրենց մոտ։ Թող իր անդիմադիրն ասել իր մոտ ինչ է կատարվում։ Այն ռուսերեն է ասում, լսենք էլ այնքան լավ է ասում։ Разгул криминала. На улицах Израиля разгул криминала, как в стране третьего мира. Люди боятся выходить из дома. Родители боятся идти на прогулку с детьми. Где власть? Где правительство? Где премьер-министр? Это абсолютный произвол. Мы обязаны вернуть гражданам чувство безопасности. В правительстве, которое мы сформируем, НДИ потребует портфель министра внутренней безопасности. Սա իրանց օպոզիցիայի ղեկավարի հայտարարությունն է, որտեղ ասում է անարխիա է, փողոցներում այլանդակությունը, հանցագործությունը, մարդիկ չեն կարողանում դուրս գալ տներից զբոսնելու համար նույնիսկ վախենում են։ Եվ այս ամբողջ հայտարարի իրավիճակի մեջ Նետանյահուն, որ ամենաշատ պետք է ունենար փողի կարիք, ինքը հայտարարում է, որ հրաժարվում է։ Ինքը բերելու է քիչ-քիչ մինիմումի զրոյացնելու է Ամերիկայի ստացվող օգնությունը։ Ամբողջն ուզում հասկանամ ինչի է սա ասում։ Եվ եկա մի եզրակացության։ Բոլոր պրոիսրայելական տեխնացուները պարտվում են մի թեմայի շուրջ։ Որովհետև իրենց օպոնենտները հակաիզրայել տեխնացուները հայտարարում են, որ երբ որ իրենք կան իշխանության, իրենք կտրելու են բոլոր փողերը։ Եվ պրոիսրայելականները ասում են, չէ, մենք պետք է շարունակենք օգնություն տալը մեր Իսրայելին որպես լավագույն գործընկեր։ Հիմա այս հայտարարությունով ինքը ոնց որ հակառակ կողմին զրկի այդ արգումենտից, որ ես որ եկա կտրելու եմ։ Ինքը ասում է հենայ, էլ փաստորեն դա չի աշխատի, եթե Իսրայելն ինքն է հրաժարվում։ Ես ուրիշ բացատրություն այս պահին չեմ տեսնում։ Ու ես չեմ էլ հավատում, որ երբևէ իրանք կհրաժարվեն ամերիկյան օգնությունից, որովհետև իրանք ամեն ինչ արել են ու փողեր են ծախսում, որ ոչ միայն առնեն ամբողջ կառավարությունը, այլև նաև այդ երկրի կառավարության ձեռքով կրեն այդ երկրից տանեն այն ինչ որ իրենց պետք է, զենքնա, փողնա, ամեն ինչ, քաղաքական աջակցություն, ամեն ինչ։ Ու դրանից հրաժարվել ոչ մի մաս չեմ տեսնում։ Միակ իմաստը որ տեսնում եմ, որ քաղաքական օպոնենտներին ձայն հավաքելու համար Իսրայելին ֆինանսավորումից զրկելու առաջարկը չաշխատի կամ քիչ աշխատի եւ պրոիսրայելական տեխնացուներն ասեն, հա մենք էլ ենք կտրում, որովհետեւ մենք էլ ենք համաձայն որ փող չտանք, որտեղ Նետանյահուն ինքն է հրաժարվում։ Նետանյահուն կյանքում փողից հրաժարվող չի, որովհետեւ առանց այդ փողի Իսրայելը ոչ տնտեսություն ունի այսօրվա վիճակով, որ կարողանա իրան պահի։ Ավիդից ամեն ինչ։ Ոչ նավթամեջը մշակման գործարանն է աշխատում, որ իր տնտեսությունը նավթով բանով ապահովի, բենզինով, դիզելով։ Ոչ ճանապարհներ կա, որ առևտուր անի։ Շատ քիչ բան է մնացել։ Շատ քիչ բան է մնացել, հենց զուտ Իսրայելը, չեմ ասում աշխարհով մեկ հրեաները, այնքան փող ունեն, որ Իսրայելը կարան պահեն, եթե մի 20 տարի Իսրայելում ոչ մեկ ոչի բան չաշխատի։ Բայց հրեան դա չի անի։ Այդ փողերը իր, որովհետև դրանց բյուջեն, սենց ասում, հնա 600 միլիարդ է։ Իսրայել։ Ոչ մի հարուստ հրեա իր փողերը չի տա, որ ասենք մի տարի
այն ծախսերը ծածկի, ինչ որ ծախսերն է ծածկում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ես մենակ այդ մասով եմ հասկանում սա, որ այս կեղտոտ խաղանում են, որպեսզի իրենց տեխնասուներին փրկեն այս հանգամանքից։ Եվ ամենակարևորը, երևի դուք հիշում եք, որ ես միշտ ասել եմ, որ աշխարհը փոխվում է, եւ այսօրվա սոցիալական մեդիան տալիս է բոլոր հարցերի պատասխանը։ Մի բան, որ Իսրայելը չի կարողանում դրա դեմն առնել։ Որի մասին պարզ ասում է հենց խոստովանում է Նետանյահուն, որ սոցիալական մեդիան է, որ փոխեց աշխարհի կարծիքը։ Israel has gone to unbelievable lengths to get innocent civilians out of harm's way. We text message millions of text messages to them, make millions of phone calls to them, pamphlets, leaflets, you name it, okay? We have seen the deterioration of the support for Israel in the United States almost, I would say it correlates almost 100% with the geometric rise of social media. Այո, իրենք էլ չեն կարողանում սոցիալական մեդիայի հետ աշխատեն եւ ասում են հասարակական կարծիքը փոխվել է Իսրայելի նկատմամբ հենց սոցիալ մեդիայի շնորհիվ։ Այո, ես այդ մեր բոլոր այդ լավ ծրագրերը, լավ սպասելիքները, որ ես ակնկալիքներ ունեմ, Թրամփի չընտրվելը, այս սրանց կառավարության վերանալը, սրանց կառավարությունից հետո Ադրբեջանի նկատմամբ աջակցության վերանալը։ Ես ամեն ինչը կապում եմ հենց դրա հետ, որ աշխարհում քիչ ինֆորմացված մարդիկ վերցնելու են իշխանությունը։ Աշխարհում այդ տեղ չեն ունենալու սատանիստները։ Անշուշտ իրանք մարգինալ կմնան անպայման, բայց այս աստիճան իրենց ազդեցությունը երկրների կառավարությունների եւ ճակատագրերի վրա չի կարող լինել։ Ինչ որ մի բան անպայման կմնա, բայց ոչ այս աստիճանի։ Ու սա մեր համար է կարևոր, որտեղ ինչ է նշանակում Նետանյահուի կառավարություն։ Նետանյահուի կառավարություն նշանակում է աջակցություն Ալիևին, նշանակում է միշտ պատերազմի վտանգ Իրանի նկատմամբ եւ Զանգեզուրի կորուստ ամենակարևորը մեզ համար։ Ինչա նշանակում սրա թուլացում, սրա վերացում, աջակցության բացակայություն Ադրբեջանի նկատմամբ, ամերիկյան լոբինգը հրյաների դադարում է սպասարկել թուրքական, ադրբեջանական եւ թուրքական շահերը, որովհետեւ իրանք են այս ամեն ինչը մեր դեմ անում։ Այսինքն սրանց ձեռքով է Թուրքիան հաջողություն եւ Ադրբեջանը հաջողություն գրանցում։ Ես սրանց հանում ենք մեջտեղից։ Իրանք մնում են մենակ, մերկ։ Եվ մեր շանսերն անդեր մեծանում։ Չեմ ասում բոլոր հարցերը լուծում ենք, հələ շատ բան ունենք անելու, երկիր ստեղծենք, մեր լոբինգի վրա աշխատենք, բայց ամենակարևոր խոչընդոտներն են վերանում։ Եվ դա կվերանա այն պահից, երբ որ սրանց իշխանությունը Վաշինգտոնում, Թել Ավիվում կվերջանա ուղղակի։ Ու դա վերջանալու է։ Եվ ինքը հենց դրա մասին է ասում, որ ամբողջ աշխարհով սրանց ռեյտինգը իջել է 90%-ով։ 90%-ով տնտեսության, սպորտի, արվեստի, քաղաքականության բոլոր ասպարեզներում։ Ճիշտ է, վերջին չի հասել, բայց միջև այս տարվա վերջ մենք ռեալ արդյունքներ ունենալու ենք, երկու ընտրություններ լինելու եւ Իսրայելում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում միջանկյալ, բայց մենք արդեն կտեսնենք դասավորվածությունն ու բալանսը։ Հենց ու դեմոկրատները անպայման կհաղթեն, հաղթելուց հետո Թրամփի, եթե միջև այդ իհարկե չլինի, Թրամփի իմպիչմենտը դառնում է շատ ռեալ։ Այս ամեն ինչը վերջանում է։ Աստված մենք լինենք այդ ընթացքում։ Միջև այս ամեն ինչը տեսնենք, որ դու կարողանանք մենք էլ մեր գործերն անել ըստ դրա։ Եվրոպայի արտաքին գործերի նախարարը հաստատել է սանկցիաները բաների իսրայելցի այդ մարդկանց վրա, ովքեր վտարում են իրենց տներից պաղեստինցիներին։ Հերթական սանկցիան գնաց Իսրայելի վրա։ Մի բան, որ երբեք չի եղել։ Եվ ամենաբանը այսօր ամբողջ մեդիան էր աղմկում դրա մասով, որ Իրանը սպառնացել է, որ Հորմուզի տակով անցնող ինտերնետի խողովակաշարը ինքը կպայթեցնի, թե ոչ չէ, եթե Ամերիկան գնաց ավելի մեծ էսկալացիայի։ Եվ ամբողջ արաբական աշխարհը այդ կապը Եվրոպայի եւ Ամերիկայի հետ ուղղակի վերանում է։ Այդ մամլուքները
գնում է հենց Հորմուզի տակով։ Trump is not going to be happy to hear what the senator from France got to say. So, And he laid out everything that the whole world Մը լսենք basically ինչ են ասում։ is thinking right now, Ասում եմ ֆրանսիացի սենատորն ասում է, ինչ որ ամբողջ աշխարհն է մտածում դրանից։ including me, and what I've been talking about here. Watch this video. After assembling the most powerful army in the world, failing to win a war against a middle power, Ասում եմ դրանից հետո երբ որ աշխարհի ամենաուժեղ երկիրը պարտվում է միջակ երկրի նկատմամբ, causing oil and gas prices to skyrocket, պատճառ հանդիսանալով գազի եւ նավթամթերքի գների թանկացման, and delivering incoherent speeches, the եւ դրանից հետո սկսել ախմախ խոսալ, golfer from Mar-a-Lago shamelessly admits to being stunned by the իր ասում է անամոթաբար մալալոգից իր դղյակներից the խոսալ, Iranian response, which was entirely predictable, and now calls for help from his allies whom he was insulting. եւ ասում է այդքանից հետո ստանալով Իրանից պատասխան իր գործողությունների նկատմամբ, դրանից հետո անամոթաբար օգնություն ախնդրում իր գործընկերներից, որոնց ամբողջ այս ընթացքում 1 տարի վիրավորում էր։ Թրամփի մասին է խոսքը, եվրոպացիներ չէ վիրավորում, եվրոպացիներ։ Just yesterday, and they replied to him, "You didn't consult anyone, you have no plan, and we have no reason to follow you blindly into the fog." Եվ ասում եմ, մեր պատասխանը միշտ եղել է նույնը։ Դու պլան չունես, եւ մենք ոչ մի դու մեր հետ չես խորհրդակցել, եւ մենք ոչ մի պարտականություն չունենք քեզ հետևելու եւ քեզ օգնելու։ Կուրորը։ Trump, the only elephant in the world who walks around with his own china shop, now has no choice but between two equally bad options. To withdraw shamefully, pretending without convincing anyone that he has achieved his objectives, or to trigger an escalation with results that have been known in advance since Vietnam, Iraq, or Afghanistan. Կապ շարունակի այդ պատերազմը, որը նույն արդյունքն է ունեցել, ինչ որ Իրաքում, Աֆղանստանում, Վիետնամում։ Ավելի վատ, այնտեղ իրեն չեն դիմադրել։ Իրանը Աֆղանստան չի։ Իրանը ջարդուփշուր անում։ A quagmire, and in the end, a disgraceful departure. Եվ վերջում մեկը նույն ձևի ասում է գլուխը կախ ինքը հեռանալ է տարածքից։ Leaving the field open at the time to the communists, to Daesh, or to the Taliban. Եվ ասում է տեղը թողնելով կոմունիստներին, Դաեշին եւ Թալիբանին։ Սա է Թրամփը։ Let me know what you think in the comments. Սա վերադառնանք Հայաստան։ Բոլորը գիտեք, ով որ իրան կուզի ձայն տա մի հատ հայացքցի երավալուր։ Մի հատ էլ հայացքցի Հայաստանի բոլոր գյուղերի, քաղաքների գերեզմանները, բոլոր դրոշակները ծածանվում։ Դա իր հաղթա։ Այ նայում եմ մարմինս փչակավ, ես չունեմ, բայց այդ բոլորը մեր ժողովուրդն է, որը մեջքը կոտրել է։ Լավն է, չասում ես չունեմ, ասում եմ մարդ կորած, բայց դրանք մեր բոլորը մերն են։ Բոլորը մերն են, այո, ես էլ եմ այդ կարծիքին։ Ես էլ նայեմ ուրախան։ Ես ուզում եմ Նիկոլը քյալի վրա կախվի։ Ես էլ նայեմ ուրախան, այդքան բան։ Այդ որ ասում եք խաղաղությունն է բերել, նույնիսկ ծիծաղը լաց է գալի, ի՞նչ խաղաղություն։ Խաղաղությունն է նա, որ ժողովուրդը արժանապատիվ լինի, որ գլուխը կախ չէ թե այլ երկրներում, որ այն ազգերը, որ մեզ ժամանակին հարգում էին, մի առհամարանքով չվերաբերվեն, որ եթե խաղաղությունը արժանապատիվ չի լինելու, ստրուկներն էլ են խաղաղության մեջ ապրում, բայց ստրուկ է։ Մենք այսօր ազգով ենք ստրուկի կարգավիճակում։ Եթե ձեր տարածաշրջանում հատկապես մտավախություն չունի, որ վերաբնակեցման հարցը լինի, նախկինում ադրբեջանաբնակ մտավախությունն է, որ մենք արդեն ադրբեջանցիները չգալով լիքը ադրբեջանցիներ ունենք, թուրքացած հայեր ունենք լիքը, որ ամեն մի թուրքի լավ բանից ուրախանում են, հայի լավ բանից չեն ուրախանում, ազգային արժեքներից ամբողջությամբ կտրում են համամարտկային արժեքներից, այսօր
քաջությունը, ճշմարտախոսությունը, հավատարմությունը, հերոսությունը, դրանք չի գնահատվում։ Հենց են արել հասարակության մեջ։ Սուտ խոսելը դա լավ է, խաբեբայությունը դա լավ տղան է։ Մի խոսքով անբարոյականությունը շուստերի աղջիկն է ու տենց։ Այս համատարած թալանի համար նոր իշխանությունները որ պիտի գան կարողանան այդ թալանը հետ բերել որ սրանք են։ Այդ շատ է հետաքրքիր, շատ։ Այդ համանդրական դատարանը որ հիմա կա, սրանք չեն պատժվել։ Հող են լափել կերել այդ էսկա տարիներ, ոչ մի բան չեն անում։ Ինձ գցեն գետնին, տապալեն, ծեծեն ոստիկանները, համանդրական դատարան գույցին չունի։ Մի հետ որ մարդկանց 70-ից 80%-ը սիրում է Փաշինյանը։ Ոչ։ Դուք սիրում եք։ Ոչ, ինքը ով է որ իրան սիրեն։ Ես իմ ամուսնուն պիտի սիրեմ, իմ հայրենիքը պիտի սիրեմ։ Դա իր խնդիրն է։ Հաջուզ ասում, որտեղ իրենք Փաշինյանը ասում է, որ եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է։ Հաջուզ ասում, որտեղ իրենք խելքապակ ասա, դրա համար ասում։ Իր ախալքից չէ, ղեկավարը խալքից։ Ճիշտ ասում։ Այնքան են աղքատ որ այդ հիմարին պերեն դերժանակից։ Բելավերեն չալոին դինեին, այն ժամանակ չալոին դինեին ավելի հարմար գնա չեմի։ Փաշինյանը ասում է, որ եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է։ Չալոին դնեին ճիշտ ասում ավելի լավ կներ։ Նյանն ասում է, որ ես չընտրվեմ, պատերազմ կլինի։ Կեշտամ կկռվին։ Հեչ մարդու թող չվախցնեն։ Ես կրված տղա, հա, իհարկե շանտաժ։ Ինչ պատերազմ, ասի կլի իմանանք։ Էլի պատերազմ ինքը թող Ենքո մնա, մենք մեր պատերազում մեր հողերը հետ կբերենք։ Եթե հաստատ չանի, չեն։ Շանտաժան ու ժողովրդի։ Հա, այդ չվեք կոյելի, խապելով ապրում ենք, էլի։ Աղջիկ ջան, ամեն սազին որ հավատանք։ Իրանդրվելու ժամանակ եղավ է պատերազմ։ Խաղաղությունն ժամանակ են ունեցել եւ մենք էինք տերը, ասողը։ Իսկ հիմա մենք մուրալով մեզ վայել չի, անձամբ ինձ վայել չի։ Վերջ։ Չինեմ, ես իմ ժողովրդին վստահում եմ։ Նիկոլյանուն միտու, չեմ էլ ուզում լսեմ։ Ինչու՞։ Ասում է թոշակները բարձրացրել եմ։ Ինչ թոշակ, ինչ։ Հայրենիք է ծախը, հայրենիք։ Ինչ թոշակ։ Ես դրան վաբշեմ չեմ էլ ուզում իմանամ։ Այդ ինչ են այդ խլամներ։ Եվ ով են դրանք։ Ում եք ընտրելու հիմա։ Ես Եթե մեր ժողովուրդը չգնա ընտրությունների, կընտրվի, պետք է մարդը հասկանա, որ վտանգի տակ ենք, Փաշինյանը մնաց երկիր չենք ունենա, երկիր չունենանք, ուրեմն կդառնանք բոմժ բոլորս, դուս կգանք, կթողնենք երկիր ու կգնանք, եթե մեր Վերջ, պարզ բանաձև է, եթե չգնանք ընտրություններ, ինքը կընտրի։ Ես հաշվարկը արեցի, չէ։ 27%-ով ինքը կարողացել իշխանությունը զավթի։ 27%-ով, կերծելով, բանով, ամեն ինչով։ Այս տանի դա էլ չի կարողանալու անել։ Դա էլ այդքան էլ չի կարողանալու անել։ Բայց ինչու մի բան կարող է անի, եթե մարդիկ չգնան ընտրություններ։ Պետք է գնալ ժողովուրդ ջան, գնան ու ընտրեն։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը, որ ընդդիմադիր գործիչ չէր, ասում էր ժողովուրդ, եթե չեք կարողանում խոզի միս գնել, խառը կանաչի կերեք, կարագը թանկ է, լոբի կերեք, ինչ տարբերություն։ Սող կերեք։ Կարա միս թանկացել է կանաչ սող կերեք։ Բա իրանք ինչի չեն ուտում այդ խառը կանաչին ու տենց չաղանում են։ Էդում հաշվին են չաղանում։ Բոլորը իր այդ կռուգը բոլորն էլ այդ ձև են ապրում։ Որ ինքը այդքան փողերը ինչի համար է պարգևադրում տալի, որ մի հերոսության համար։ Ասում սա ընտրողները համաձայն են մտքի հետ, որ դու փող չունես գարամիս ուտելու հետ, կեր սող կեր։ Ասում համաձայն են։ Լաննա ինչ տեղն ենք ընկել, որ Ադրբեջանեն լամուկը զինվորը, հայ զինվորը չոքելա, այս է չոքելա, գլխից խփամա, մենք մարդ չենք, մենք վաբշա հայ ազգով մարդ չենք,
թող են վերև ասվածը կա սաղից է վերեցնի, մարդ չենք մենք արա, մրզիվորին չենք հարգել, մրկրվողին չենք հարգել, էսա վիճակը, էսա ազգի վիճակն էսա, թող զարդն է, քնացն, լուրն, չգիտեմ ես ինչ են անը։ Մենք եթե sense չլինեինք, մենք վերացած կլինեինք ժողովուրդ։ Մեր մնալու բանալին մեր տեսակի պահպանման մեջ է։ Հա, եթե մենք հավատալին չեղանք մեր երեխեքին, մեր պատմությանը, մեր անցածները, մեր արժանապատվությանը տես չեղանք, մենք չենք կարող գոյատևել եւ ֆիզիկապես, եւ բարոյապես, եւ մշակութապես։ Մենք չենք կարող, մարդը եթե կդրվեց իր հիմնական առանցքից, եթե ոնց որ մարդու ողնաշարը կոտրեն։ Տեսել եք կոտրած ողնաշարով մարդ, որ երկար ապրի, այլ չեմ ասում առողջ ապրի։ Մաքսիմում կարող է ճուլավ սալյակի վրա մի կերպ ասենք ինչ որ իր կյանքը յոլա գնա, բայց դա ապրեն է։ Այ հիմա մեզ ամեն ինչից հրաժարվել ոնց որ մեր ողնաշարը կոտրեն, ու ընդ որում մեր ձեռքով։ Որտեղ եթե մենք չհրաժարվենք, մեզ չեն կարող կոտրեն։ Հիմա անգած սրանք ես դոկտոր Մահերով, Նիկոլով Ավինյանով, այդ նարկոմաններով, այդ ոչնչություններով ընկել են մի հազարամյա ժողովրդի, համոզում են, արա ոչ ճիշտը ոզի տղա լինելն է, կներեք արտահայտության համար, թե ուրիշ բան չեմ կարող ասել։ Իրանք հարմարվել են, որ իրանք դա են, մեզ էլ համոզում են, որ ճիշտը դրա մեջ է։ Որ աղջիկներդ լինեն պուտանկա, կինդ լինի պուտանկա, բունկերներից դուրս չգա, դու էլ լինես նենց ոնց որ իրանք են։ Դանիել Իոնիսյան կամ ասենք Արսեն Թորոսյան։ Հա, պատկերացնում եք, հիմա ընկել են փողոցներով, մարդկանց դա են ապացուցում, դա են համոզում, որ դա լինելը ճիշտ է։ Ապա ես չեմ հասկանում, ինչ փուշ պետք է ուտի մարդ, փուշեր կան գիտեք, չէ՞ տենց։ Մարդ ինչ փուշ պետք է ուտի, որ դա լուրջ համարի, ու ասի, հա։ Ես իմ հողերն եմ ուզում, ես իմ իշխանասարն եմ ուզում։ Անձամբ ես։ Ես այս մասնուն չեմ ճանաչում։ Բայց ինքը իմ հայրն է, աշխարհի որտեղ էլ տեսնեմ իրան, ես իրան գրկող եմ։ Առանց հարցնելու անազգանից, գիտեմ ինքը իմ հայրն է։ Ես սիսյանցի չեմ, ես Եղեգնաձորցի եմ, բայց ես իմ իշխանասարն եմ ուզում։ Ես իմ ջերմուկի սարերն եմ ուզում, մեր ճոպանուղին չէր աշխատում, ես մի տարի աշխատում։ Բայց այդ բոլորը մեր հողերն են, եթե ժողովրդին են, հիմար ժողովրդին, խելքները մտցնում են, որ հեսա սահմանազատում, դե սահմանազատում ես անում, արի ջերմուկից արա, իշխանասարից արա։ Ես իմ Լսենք Վարդանին։ Լուծելով մեր երկրի ամենակենսական, ամենակարևոր ոսկու խնդիրը, չէ որ լռությունը ոսկի է։ Նրանք ասում են, Հայաստան գոյություն չունի, Հայաստանը արևմտյան Ադրբեջան է, մենք լռություն ոսկիա, սանա ոսկիա գալի, ծենչանի գործակատ։ Նրանք ասում են, հայոց ցեղասպանություն չի եղել, այդ դուք եք մեզ ցեղասպանել, դուք պետք է ներողություն խնդրեք։ Ոսկի։ Նրանք ասում են Հայաստանը դա ուռուցք է տարածաշրջանում, պետք է անդամահատել ֆաշիստական երկիր։ Իրանք ոնց ամբողջ կյանքը ապրել են։ Իրանց հեր են քրֆել, մեր են քրֆել, կին են քրֆել, երեխա, ամեն ինչ ասես արել իրանք։ Իրանց ամբողջ կյանքը սուս են մնացել, որ ծես չուտեն։ Հիմա մի ամբողջ դավթի սերունդ ժողովուրդը ասում են ախպետ ճիշտ ապրել էտա սուս մնա։ Սուս մնալը կարող է մեզանից լավ տղա ես։ Սուս մնա։ Մենք պետք է մասս ընտրենք, մենք սենց ապրենք իրանց նման, թե հայ մնանք։ Բաստված մեզ մի հատ կյանք հատավե։ Մարդ մի կյանք ապրի ու Փաշինյան Նիկոլի նման ապրի, կամ դառնա Ավինյան Տիկո, մի կյանք ապրի ու իր երեխեն դառնա Աննա Հակոբյան,
Ռազմադուկանքներ։ Այսինքն են ապրել ամբողջ կյանքերը։ Իրանց այդ թվում ուսես մտան այս պատերի հետևը լրուցին Ալիևը 150 միլիարդ դոլար վզներից չի քաշելու, ընդ որում այդ ամեն ինչը քաշելու այ մարդու վզից։ Երկրի տարածքի ձևով ամեն ինչ որոշված է արդեն, այդ տարածքները պարտադիր չի նույնիսկ կրակելու վերցնեն, տուգանքը դրվում է, ասում է, ես էլ ասում եմ դեբա, ասում ես, չէ՞։ Դա մերը չի եղել, մենք օգտագործել ենք, հետո վաղը բերել է օգտագործելու թիվը ձեզ դեմ 10 օգտագործել եք, հիմա պետք է տանք։ Փող չունենք, հողը պետք է տանք, երկիրը պետք է տանք։ Սա է դնելու մեր դեմը։ Սենց ապրող ամբողջ կյանքով մարդը ոնց կարող է հայ լինի, ոնց կարող է հայ ժողովրդի ղեկավար լինի, չի կարող։ Չի պարտվում նա, ով չի պայքարում, ավելին, չի պարտվում նա, ով չկա։ Վերջ։ Հիմա մեզ ասում են աղբի ջան, չեք ուզում պարտվել, մի պայքար։ Դուք չկաք։ Իսկ եթե դու կաս, դու պետք է կռիվ տաս։ Դու պետք է պայքարես, որտե սա է ձևը։ Ոնց ուզում ես գցի բռնի, այն էլ դու շրջապատված ես երկրներով, որ քեզ պարտադրում են դա։ Չես կարող Սա ամերիկյան բանակն է, սես բան տեսել եք։ Բա ամերիկյան բանակում էլ ունենք սենց բան պաստորը։ Կուզեի սա մեջ հայկական բանակում լիներ։ Այս վստահությունը, ոգևորությունը իմ համար շատ անակնկալ է այս ամեն ինչը տեսնելը։ Մենք ունենանք անպայման մի օր, բայց որպեսզի ունենանք այդ նախ երկիրը պետք է մերը լինի, կառավարությունը մերը լինի, որ մեր բանակն էլ սենց լինի։ Իմ պատկերացումով սենց պետք է լինի, ազգային պետք է լինի մեր բանակը, իսկ ազգն էլ պետք է դառնա բանակ։ Սա է իմ բանաձևը։ Բանակը պիտի լինի ազգային, հիմնված ազգային արժեքների վրա, ամեն ինչով, ասույթներով, երգով, պարով, բնութագրով, ամեն ինչով ազգային, իսկ ազգս պիտի լինի բանակային։ Սա է մեր բանաձևը գոյությանական։ Ազգ բանակ և բանակ պիտի լինի ազգային։ Իսկան։ Վերջում սա եմ ուզում ձեզ ցույց տամ։ Սա մասին իհարկե առանձին աղոթում ունեմ արած Patreon-ում։ Այ, թուրքերը մտնում են։ Հայ, հուն, տարբեր ազգով դուրս են գալի տեստից հետո։ Քանի որ սա մասին մեծ հաղորդում ունեմ արդեն արած Patreon-ում, ովքեր ուզում են նայել, ավելի մանրամասն կարող են գրանցել Patreon-ում և նայել։ Իսկ կարճ ասած, կարճ եթե ձևակերպեմ, հետևյալն է։ Մենք ունենք զենք, որը ավելի ազդեցիկ է, քան թշնամու դրոնները, հրթիռները, տանկերը։ Այդ զենքը կոչվում է հայ, հայի գենը։ Հայի գենը, որ նստած է բոլոր տեղերը, ընդամենը դա ակտիվացնել է պետք, ակտիվացնել։ Եվ մենք կարող տեսնենք, ասենք, ամենաբարձր պաշտոններում և Ադրբեջանում, և Թուրքիայում նստած են հայեր։
Բայց ո՞նց կարող ենք մենք դրա մասին իմանալ։ Դա տարբեր ձևեր կան։ Եթե մենք ունենայինք մեր սեփական երկիրը, մենք ունենայինք արտաքին հետախուզություն, հա, որը դա կիրականացներ։ Անպայման, տարբեր ձևերով, հա, անվճար թեստերով, չելենջներով, գրազով, բանով։ Բայց հիմա չունենք, հիմա մեր ժողովրդի վրա պետք է դնենք այս պարտականությունը։ Ժողովուրդ ջան, բա կարճ կոնկրետ ուղղակի։ Ով թուրքերի հետ շփվում է, թուրք կլինի, քուրդ կլինի, Հայաստանում կլինի, Թուրքիայում կլինի, Եվրոպայում կլինի, Ամերիկայում կլինի, կարևոր չի։ Չելենջ անեք։ Թող թեստ անեն իրանց։ Եվ իրանց բարեկամներին Թուրքիայում։ Եվ մեկ էլ կպարզվի, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի առնվազն 30%-ը հայ է։ Եթե հայ էլ չի, կպարզվի, որ 80%-ը Թուրքիայում թուրք չի։ Որքի թուրք չի։ Հայ է, հույն է, ասորիա, վրացիա, հրեայա, ինչ ասես կարող լինի։ Բայց թուրք չի։ Հա։ Ու այդ երկրները կդադարեն մեր համար վտանգ ներկայացնելուց։ Որովհետև եթե մի հասարակությունը հասկացել է, որ ինքը թուրք չի, հետևաբար այն ծրագրերը, որ ուզում է իրականացվի մեր նման երկրների նկատմամբ, այդ հասարակության մեջ աջակցություն չի ունենա։ Սա է բանաձևը։ Իսկ դուրս եկա, որ մենք առանց զենքի, առանց մի կրակոցի այդ երկրները կարողացանք ներսից շուտա։ Շուտա։ Ոնց իրանք կթան թուրք Նիկոլին բերին իշխանության։ Մենք ոչ մեկի իշխանության չենք բերում, մեկ էլ պարզվում է իշխանության եկածն է հայ։ Ուղղակի ինք այդ մասին չգիտի։ Պետք է ցեցը գցել այդ կասկածի, բորտը գցել, ու իրեն գնան անպայման թեստ անել։ Որտեղ կասկածը, այդ բորտը որ ունի մարդու մեջ, ահավոր բան է։ Կրկնում եմ նորից, այդ կասկածի որդն էր, որ ընկավ Օթելոյի մեջ, որի արդյունքում վայրենի խեղդեց Դեզդեմոնային, այդ վտանգավոր բան է կասկածը։ Այդպես որ մենք մեծ զենք ունենք, որը դեռ մենք չենք կիրառել, բայց ընդեղ դրած է։ Մտածենք, որ դա ակտիվացնենք։ Տարբերակներից մեկն ասեցի, չելենջով։ Ով հպարտ է ինքը թուրքը, ասա լմատ գնա թեստանը։ Ապացուցի, որ դու թուրք ես։ Դու յա թեստան։ Ու տեսեք ինչ արին։ Կլինի սա։ Եվ կպարզենք, որ Թուրքիայում թուրք չկա։ Այսքան բան։ Մի հատ էլ թիվ ասեմ, որ վերջացնենք սանով։ 1762-ից 65 թիվ Շահամիրանները Հնդկաստանից ուղարկում են Մովսես Բաղրամյանին եւ Էմին անունով մեկին Հայաստանում, որպեսզի ազգային ազատագրական պայքար, հա, սկսեն, իսկ ինդեր իրանք Հայաստանի սահմանադրությունն էին գրում, տապալան կար, բան կար Հնդկաստանում։ Զբաղտի 5 տարի պատտվում են Հայաստանում, մեկ գրում զեկուցում են, որ 7 միլիոն հայ կա, 7 միլիոն, բայց ոգին չկա ապստամության, չի ստացվում, պատրաստ չի ժողովուրդը։ Այդ 7 միլիոն հայն են վերցում, հələ դա մնացած մի կողմ դնեմ։ 7 միլիոն հայ 1762 թվականին, գրեթե 300 տարի առաջ։ Ամենահամեստ հաշվարկներով այդ 7 միլիոնը պետք է լինել այսօր 70-80 միլիոն, ամենահամեստ հաշվարկներով։ Որովհետև մոտավորապես 7 միլիոններ այդ ժամանակ այս Պարսկաստանը, որտեղ միջալուց հայերը մեծ տոկոս էին կազմում։ Այսօր Պարսկաստանը 93 միլիոն է։ Գցում են մի քանի միլիոն կոտորել են։ 70-90 միլիոն մենք հայ կունենայինք այսօր։ Այդ հայերը կան, աշխարհով մեկ կան իրանք։ Ուղղակի, որպեսզի մենք իրանք գտնենք, կարող իրանք ավելի շատ են։ Բայց այս հաշվում է մոտավորապես այդքան հայ, աշխարհով մեկ պիտի որ լինի։ Սա է ցույց տալի թվաբանությունը։ ChatGPT-ին հարցնում ես, ինքն մինչև 100 միլիոն է տալիս։ 70-80 միլիոն են գցում։ Որպեսզի մենք գտնենք իրանք, թամենը մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք։ Ավելի դյուրին կնի, երբ որ մենք պետություն ունենանք դա իրականացնի, բայց արեք սկսենք մենք բզբզալ, մինչև կունենանք այդ պետությունը։ Մեկ էլ կպարզվի, մենք ավելի շատ ենք, քան հրեաները, ու իրոք մենք ավելի շատ ենք, քան հրեաները։ Վստահ եղեք։ Ուղղակի հրեաները, եթե ով քայլել է Նյու Յորքում, օրինակ, չգիտեմ, քիթը սա իրանց հուշում, թե աշկերտը սա իրանց հուշում, հենց Նյու Յորքում մեկ տեղտում է, հարցնում է դու հրեա ես թե չէ։ Իրանք հրեաները անկած հրեա են որսում
Նյու Յորքի փողոցներում, որ գրանցել իրաց մոտ որպես էլյա։ Հանկարծ մեկը չպալստա իրան սուսակներից։ Մենք չբաց չենք անում այդ ուղղությամբ, բացարձակապես։ Իսկ դա աշխատանքը, որը բերել է մեծ արդյունքների։ Ոչ թե դա ծախս է, ինքը մեծ արդյունքների է բերել։ Մեկ էլ կտեսնենք մենք այնքան շատ են, որ Հայաստանը մեզ քիչ է։ Այն ժամանակ հարց չի առաջանում, բա արևմտյան Հայաստան ինչ ես անում, ոնց թե ինչ եմ անում, բայց կան հայ ո՞տ է պետք է ապրի։ Այս համար մեզ պետք է Հայաստան, մեծ Հայաստան։ Այս լավ նոտայի վրա ուզում եմ այսօր ավարտեմ։ Լավ մնացեք։